Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովանավանք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանն այն է, որ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանն արդեն մի քանի ամիս է ապօրինի զբաղեցնում է վանական համալիրը եւ հրաժարվում է այն լքել։ Ստեփան Ասատրյանը գտնվում է պետական պահպանության ներքո։ Դատարաններ է ներկայանում հատուկ անվտանգության ծառայողների ուղեկցությամբ։ Նա հրաժարվում է վերադարձնել նաև Մայրաթորի կողմից իրեն տրամադրված բնակարանի բանալիները, որն անձամբ Հայոց Հայրապետից ստացել էր ծառայության անցնելուց հետո։ Կարգալույց Ստեփան Ասատրյանն օգտվելով մարդկանց անտեղյակությունից մինչ օրս Հովանավանքում շարունակում է կատարել մկրտության եւ պսակադրության արարողություններ, մատուցել պատարակներ, ինչն ըստ եկեղեցու կանոնադրության անօրինական եւ անվավեր է, հղի վտանգավոր հետևանքներով։ Մայրաթորը նախապես դիմել էր ոստիկանությանը, պահանջելով Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 797 որոշմամբ նախատեսված կարգով թույլ չտալ կարգալույց Ստեփան Ասատրյանի մուտքը եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան, այդ կերպ կանխելով ծիսական արարողություններ իրականացնելու հնարավոր վտանգը։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայրաթորի դիմումները, այլ արձագանքել, այցելել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերն ու ձեռնարկել սեփականության իրավունքի պաշտպանության համար նախատեսված գործողություններ։ Նրա խոսքով վճռի կարևոր իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, դրա բոլոր հատվածները նույն իրավական կարգավիճակը չունեն։ Մասնավորապես Խորանը, Ատյանը եւ Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են։ Վարչական դատարանի գնահատմամբ միայն եկեղեցին է իրավասու որոշելու իր ներքին կյանքի կազմակերպման կարգը, եկեղեցական արարողությունների իրականացման ձևերը, այն անձանց շրջանակը, որոնք կարող են մուտք գործել եկեղեցու պաշտամունքային տարածքներ։ Այս վճռով ըստ էության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը։ Փաստաբանի խոսքով կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանին Հովանավանքից վտարելու գործընթացը դեռ ավարտված չէ, առջևում դեռ այլ իրավական քայլեր են սպասվում։ Անուշ Առաքելյան, Եկեղեցական կյանք։